Աստուծո խոսքեն համար բբրի գարտամ, որ փոխադարձ ընթերցանության մեջ գարտացի միասնաբար, որ գտնվի այդ համարը երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլուխի մեջ 16-րդ համարն է, ուր գսե բոլոր քիրքը Աստուծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրատելու համար։ Նույնպես պիտի ըլլա Սուրբ Քիրքը։ Հոկտեմբեր ամսվա մեջ կգտնվենք եւ որովհետեւ հոկտեմբեր ամիսը մշակույթի ամիս կգոչվի, կփափակին, որ այս գիրագին Սուրբ Քիրքի մասին խոսիլ։ Հաջող կհարցվի Սուրբ Քիրքը զոր գտնունինք որպես Աստուծո կողմէ մեզի դրված չափանիշ։ Կգարտանք, կքարոզենք եւ մեզի գսեն, որ պետք է հնազանդիկ, արդյոք հարազատ է, վստահելի է, ապացույցեր ունենք, որ մեր բռնած ու քարոզած հավատացած Սուրբ Քիրքը Աստվածաշունչ է։ Եվ գիտեք, որ միայն հայերեն Սուրբ Քիրքերուն վրա արձանագրված է Աստվածաշունչ, գրեթե բոլոր լեզուներում Սուրբ Քիրք թարգմանված է։ Ընդարձակ նյութ է, շատ ընդարձակ նյութ է, միևնույն ադեն չափազանց հաճելի նյութ է, եւ հավատքը ամրապնդող նյութ է։ Սակայն միայն այսօր կուզեմ խոսել եւ անմիջապես անցնելով մեր նյութին, գսենք Սուրբ Քիրքը 1600 տարվա ընթացքին մոտավորապես քրվեցավ եւ դարբեր անձերու գոմե եւ դարբեր ժամանակաշրջաններու մեջ քրվեցան 66 քիրքերը կփաղկանա մոտ 30 անձերու գոմե քրված քրոներու մեջ գային թադավորներ փանաստեղծներ մարգարեներ ոմանք հայտնի անձնավորություններ էին, ոմանք ոչ, ցգնորսներ, մաքս հավաքողներ, բժիշկներ։ Քրվեցան գրոնական եւ քաղաքական դարբեր ժամանակաշրջաններու մեջ, սակայն գլխավոր նյութը մեկ է։ Աստուծո փրկության ծրագիրը, որ Հիսուս Քրիստոսով կատարվեցավ։ Պիտի չխոսեմ Սուրբ Քիրքին ճամփորդության մասին, թե ան ինչ հանգրվաններ է անցավ, մինչև որ եկեղեցու հայրեր ընդունեցին Աստվածաշունչ ըլլալը։ Պիտի չխոսեմ անվավեր ավետարաններու մասին, որ կշրջակայեին քրիստոնեական շրջանակներու մեջ։ Պիտի չխոսեմ Սուրբ Քիրքի բաժանումներու մասին, նախապատրաստություն, ավետարանները, Քորձք առաքելոցը, նամակները եւ հայտնություն հովանդուն։ Սուրբ Քիրքին Աստվածաշունչ ըլլալուն մի քանի ապացույցերը պիտի հիշեմ, առանց մանրամասնության երթալու եւ յետքը պիտի շեշտեմ անոր հատկություններու մասին։ Քրիստոնյաներու մեծամասնությունը գահավատան Սուրբ Քիրքին, որպես թե Սուրբ Քիրք է, սակայն առանց գիտնալու թե ինչ գրված է։ Չեն գիտեր եւ չեն հարցներալ, բայց փառք կուտանք Աստծո, որ Աստվածաշունչը Աստուծո խոսքն է եւ մենք շատ ապացույցեր ունենք, սակայն կարեւորը մեր թիրքը Աստուծո խոսքին հանդեպ ինչ ըլլալու է, հոս է հարցը։ Ուրեմն առաջին ապացույցը 1 ցերակիրներու շատությունն է։ Չեմ ուզեր ծեր միտքը հոգնեցել եւ մանրամասնության պիտի չերտամ։ Մոտավորապես 20,000 ցերակիրներ կան այսօր տանկարաններու մեջ եւ ամենահինը 130 թվականին մնացած է։ Երկրորդը ներքին վկայություններն են։ Սուրբ Քիրքը դուրսի վկայություններն ավելի ներքին վկայություններ ունի, որ կհաստատեն թե Աստվածաշունչ է։ 3
պատմական վկայություններ կան։ Անհավատ պատմաբաններ կխոսին Սուրբ Գիրքի մասին։ Քրիստոնեության մասին, որ Սուրբ Գիրքեն ծագում արած է, առաջ Աստծո խոսքը ետքը քրիստոնեությունը, հեթանոս գայսրեր խոսած են քրիստոնյաներու մասին։ 4 մարգարեություններ կհաստատեն, թե Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է։ Ըլլա հրյա ժողովրդին նկատմամբ, ըլլա Տեր Հիսուսի վրա եղած մարգարեություններ եւ մանավանդ վերջին օրերու մեջ ըլլալիք մարգարեությունները։ Ասոնք բոլորը հայրավոր դարիներ առաջ գրված են եւ լի կգադարվին։ 5 Սուրբ Գիրքին մարդոց վրա թողած ազդեցությունը կհաստատե, թե մեր քարոզած Գիրքը Աստվածաշունչ է, Աստվածաշունչ է։ 6 Սուրբ Գիրքի մեջ գրված Աստուծո մարդոց անգումները եւ անոնց կործած մեղքերը կհաստատեն, թե Աստվածաշունչ է։ Եվ ոչ թե մարդկային մտքի արդարություն։ Ով պիտի արձանագրե Դավիթի նման, Սամսոնի նման, Նոյի նման մարդոց անգումները եւ կործած մեղքերը։ Եթե ես լայի Դավիթի պատմությունը գրելու ադեն, երբ հասնեի հոն, որ ինքը մեղ կործեց, քրիչս մեկ կողմի տնեի, բիդսեի ամոթ է, Դավիթի նման մեկը անոր մեղքը գրեմ չէ ջանում, ամոթ է, եւ պիտի դարձնեի։ Բայց Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է, որտեղ Աստծո հոգին ներշնչեց իր ծառաներուն եւ ասավ քրեցեք։ Այնպես որ որքան որ ժամանակս կթույլատրե գուզեմ խոսիլ Աստվածաշունչի հատկություններու մասին։ Եվ այս հատկությունները զոր պիտի հիշեմ ցույց կտան, թե Սուրբ Գիրքը Աստվածաշունչ է։ Առաջին հատկությունը մեղավոր մարդուն վերստին ծնունդ կուտա։ Առաքյալը գսե Հակոբոս 1:23 նորեն ծնած ըլլալով ոչ թե աբագանացու սերմեն, հաբա անաբագանացու Աստուծո անաբագանացուեն Աստուծո գենթանի ու հավիդենական խոսքով։ Մարդ նորեն կծնանի Աստծո խոսքով։ Գիտեք թե վերստին ծնունդը հրաշքներուն հրաշքն է Աստծո խոսքով։ Եվ այս հրաշքը միայն Աստծո խոսքի միջոցով կարելի է։ Ով կրնա մարդուն սիրտը փոխել, ով քիրք մգարտացած է ու սիրտը փոխված է, կյանքը հեղաշրջված է։ Ով քիրք մգարտալով Աստուծո որդի ըլլալու գիտակցությունը ունեցած է։ Իրեններուն եկավ եւ իրենները զինք չընդունեցին։ Բայց անոնք, որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ, իրավունք տվավ Աստուծո որդիներ ըլլալու։ Որ քիրքը գվստայեցնե, չկա։ Բոյևե գրոնքի մեջ մեկը չի հանդգնիր ասելու որդուն Աստուծո որդի ես, մեղա գսեն, Աստվածուր թունուր, քրիստոնեության մեջ, մեղավորը այո Աստուծո որդի կդառնա, որովհետև անոր Հիսուսը ընդունելով խոսքը ավետարանի բարի լուրը լսեց, հավատք ընծայեց եւ այդ խոսքը իրեն վերստին ծնունդ տվավ։ Եվ այսպես այդ իրավունքը ունեցավ։ Մեղքերու թողության եւ հավիդենական կյանքի հույսը ունենալուն գիտակցությունը գունենա։ Մենք չենք զգար, որ հավիդենական կյանք ունենք։ Մենք չենք զգար, որ մեր մեղքերը ներված են։ Գիտես, ես գսկամ, որ հավիդենական կյանք ունեմ, աղոր գսկամ, որ մենք գիտենք,
Արաքյալը գսե։ Գիտենք, ան որ Աստծուց մեծ ծնած է հավիտենական կյանք ունի։ Ան որ որդին ընդունած է կյանք ունի, որովհետև որդին, որ ասավ ես եմ ճամփան ճշմարտություն եւ կյանքը, ուրեմն որդին ընդունողը կյանք ստացած կլա։ Եվ այս գիտենք, ոչ թե թերևս երանի գիտենք։ Միայն Աստվածաշունչը երաշխավոր է այս գիտակցությունը, ուրիշ ոչ մեկ բան։ Աստծո խոսքի մեջ զորություն կա, կյանք կա, որովհետև անոնք կենդանի Աստծո կողմէ գուքան, եւ կարող է այդ խոսքը մեղքի մեջ մեռած մարդուն հոգին կենդանացնել։ Ինչ է վերստին ծնունդը, ինչ է բորդագեին որ գսեն, ինչը գծնի, հոգին գծնի, միտքը, զգացումները, գամքը մեռած է, մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած էիք, ինք ցեզ կենդանացուց գսե։ Ինչը կենդանացուց մեռած հոգին, ինչպես Աստծո խոսքով։ Փառք ունենք, որ Աստծո խոսքը գնե այդ բանը, կգենթանացնե եւ զայն նոր ստեղծված մը գնե։ Մեր Տերեսավ Հովանու 5:25-ի մեջ ճշմարիտ կսեմ ցեսի, որ ժամանակ պիտի կա եւ ալ հիմա է, երբ մերելները պիտի լսեն Աստծո որդու ցայնը եւ անոնք որ գլսեն պիտի ապրին։ Հոգին գագնարյե։ Հիմա պիտի լսեն Հիսուսին ցայնը, անոր խոսքը, իսկ 28-ի մեջ գսե ասոր որ ամի զարմանակ, բասնզի ժամանակ պիտի կա, երբ բոլոր քերեզմաններու մեջ եղողները անոր ցայնը պիտի լսեն ու դուրս պիտի կան։ Աստծո խոսքի մեջ զորություն կա։ Ղազարոս դուրս ելիրս։ Այդ խոսքերը Ղազարոսի ներսիտի մեջ կյանք ստեղծեց եւ դուրս ելավ։ Պողոս առաքյալ գսե ես ամոթ չեմ սեբեր ավետարանը, ինչու քանզի Աստծո զորությունն է բոլոր հավատացողներուն համար։ Անոնց կենդանացնելու։ Այսինքն, երբ մեղավորը Աստծո խոսքը գլսե, ավետարանի փրկության ավետարանը գլսե եւ հավատ կընծայե իր լսածին, գհավատա գգենթանանա, նոր մարդ կլա, նոր արարած կլա։ Գրնա մարդը սել ադիչ արասպելները, ես չեմ հավատար, եղած տեղը կմնամ, մեղքերու եւ հանցանքներու մեջ։ Այսօր սակայն փյուրավորներ կվգայեն, ամեն ազգե, ցեղե, քույնե, լեզվե, որ երբ ավետարանին հավատացին, անոնց սիրտը փոխվեցավ եւ կյանքը հեղաշրջվեցան։ Իրենց մեռած հոգին վերստին ծնավ։ Մարդիկ հավատան կամ ոչ, փորձառության թեմ ովևէ մեկը չի գրնար գնալ։ Ովևէ մեկ։ Ինձ համար գսեմ, իմ նման փյուրավորներ կան, եթե ամբողջ աշխարհ թեմս կենա եւ ասե հավատացածդ բարապան է, ես անոնց թեմ գրնամ գնալ, որտեղ փորձառություն ունիմ։ Դեր Հիսուս Քրիստոսը տեսա, անունովս գանչեց, փորձառության մեկը չի գրնար թեմ գնալ։ Կանսերի հիվանդությունով մեկը դարաբի, բարավի մեկը գուքա եւ գսե ասիգա հադուկ դերևները շինված հյութերը, հեղուկները, արգը բժշկվիս։ Գբժշկվի, բժշկին գերտա, բժշկվես չեմ հավատար, մի հավատար։ Ես բժշկվեցա, հավատաս կամ ոչ։ Այնպես որ այս փորձառության հագարակ չես կրնար գնալ։ Վերստին ծնունդը փորձառություն է, եւ այս գործողությունը մարդու մեջ միայն Աստվածաշունչ գնե, Աստծո խոսքը։ Սուրբ Գիրքը աշխարհի վրա մնայուն հրաշք մնե։ Սուրբ Գիրքը որևէ գիրքի հետ կարելի չէ փախտadel։ Այո, ան հին գիրք է, սակայն հինցած չէ։ Ամեն օր նոր է իր զորությամբ եւ իր հրաշքներով։ Երկրորդ հատկություն, ուրեմն առաջինը ինչ կնե խոսքը մարդուն կյանք կուտա, եւ ասի փորձառություն է։
Երբ որ գխոսին մեծ հայրիկես բատմություն լսելով ցեզի չեմ խոսի։ Փորձառություն է, փորձառություն։ Աստծո խոսքը ջանք կուտա մարդուն նոր ստեղծված կնե։ Անորամար արաքյալը գսե, եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիգա նոր ստեղծված կնե։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղան։ Երկրորդ հատկություն Սուրբ Գիրքը սրբող մակրող հատկություն ունի։ Մեր դերը իր բարեխոսական աղոթքի մեջ ըսավ հայր սրբե զանոնք քու ճշմարտությունով քու խոսքդ ճշմարտություն է Հովանու 17:17 Ինչը գսրբե խոսքը ինչը գսրբե մարդու մեջ ինչ բանն է որ սրբվելու մաքրվելու գարիք ունի Սիրտը մսեղեն սիրտի մասին չենք խոսի Հաջախ ըսած ենք, մարդուն սիրտը, հոգին, անձը, հոգևոր ընդունակություններն են։ Եվ որ ասված կսե, որթյագին քու սիրտդ ինձի դուր, ըսել գուզե քու միտքդ ինձի դուր, քու զգացումներդ ինձի դուր, քու խիղճդ ինձի դուր, քու գամքդ ինձի դուր։ Ուրեմն այս սիրտը Աստծո խոսքը գմակրե։ Եվ Հիսուսի այս խոսքերեն հստակորեն կհասկանանք, թե սրբությունը եւ ճշմարտությունը մեկտեղ են, մեկտեղ կգտնվեն։ Ուր Աստվածաշունչին մեջ։ Ճշմարտություն գուզես Աստծո խոսքի մեջ է։ Քու անմա հոգիդ առընչությամբ ճակատագրական հարցումներու պատասխան գուզես Աստծո խոսքի մեջ է։ Ուրիշ տեղ պիտի չգտնես։ Սրբվել գուզես Աստծո խոսքին միջոցով։ Եվ կորսնականապես ինչպես կարելի գտարնա գարտալով, լսելով եւ մեր սրտի մեջ բահելով։ Աստծո խոսքը մարդուն միտքը եւ գենցաղը խավարեն հերու կբահե։ Փոչ փիլիսոփայություններու եւ հերցվածողներու յետևե չերթար անգոր Սուրբ Գիրքը գարտա։ Արասպելները որպես ճշմարտություն բռնելով անոնց չի գարչիր անգոր Սուրբ Գիրքը գարտա։ Ահրելի բան է խավարը։ Ահրելի բան է։ Խավարի մեջ բամը չես կրնար տեսնել։ Մտքի խավարը շատ ավելի ահրելի է։ Հետևաբար Աստծո խոսքը ճշմարտություն ըլլալով մարդոց միտքը գսրբե եւ անոնք լույսի մեջ կգալեն։ Քու խոսքդ ին ոտքերուս ջրակ է ու իմ շավիղներուս լույս գսե Սաղմոսերքում։ Երրորդ հատկություն Աստծո խոսքը բաժնելու հատկություն ունի։ Աստծո խոսքը սուրի նման ծված է։ Եփեսացիս 6-րդ գլուխի մեջ գսե արաքյալ հոն գսե գգոչե Աստծո խոսքը հոգին սուրը որ Աստծո խոսքն է։ Իսկ Եբրայեցվոս թուղթին հեղինակը հետևյալ ցևով կնկարագրի Աստծո խոսքը։ Վասնզի Աստծո խոսքը գենթանի է ու զորեղ եւ ամեն երկսայրի սուր է։ Սուր մնե որ երկու կողմեն կգդրե։ Իջածադենը, ելածադենը։ Գդրուգ է, որ գտապանցե միջև շունչը ու ոգին եւ հոտվածները ու ծուծը բաժնելու եւ գքնե սրդին խորուրդները, մտածմունքները։ Ինչ է սուրին գադարած կորձը բաժնել։ Ինչը ինչ են գբաժնե, մեղքը մարդու սիրտեն գբաժնե, վերջացավ, կորչունիս հետս։ Մարդուն կյանքեն դուրս կհանե, որբեսի մարդը ճշմարիտ ազատության մեջ ապրի։ Եթե որդին ցեզ ազատ է, ճշմարտապես ազատ պիտի ըլլաք։ Ինչու համար մարդիկ զանազան ունակություններ ու քերի դարձած են, եւ անոնց կյանքերուն մեջ մեղքեր կան, եւ այդ կյանքը շիդակ նպատակին չեն ծառայել այդ կյանքերը։ Մեղքը արդեն նպատակեն շեղիլ կնշանակե։ Ինչու, որովհետև Աստծո խոսքը մեկ կողմ թրված է։
մեկ կողմ։ Եվ եթե ժամանակ ունին լսելու, քոց սիրտով կլսեն։ Եկեղեցի մեջ տստած կլսեն, աչքերնին բայց սիրտերնին քոց է, մտքերնին թուրսն է։ Ոչ թե միայն գբաժնե մեղքը մեր կյանքերեն, այլ մեզ գբահե մեղանչել է։ Իմ սրտիս մեջ բայեցի քո խոսքերը, որբեսի չմեղանչեմ քեզի թեմ, գսես Սաղմոսերկուն։ Աստծո խոսքը սայթաքել է, անգում է գբահե մեզ։ Գսեք ու խոսքերդ սահելու վրա եղողը հաստատեցին, հոպ 4:4։ Ուրիշ շատ հատկություններով նմանցված է Աստծո խոսքը, հայելի նմանցված է։ Անոր առջև մեր իսկական վիճակը կտեսնենք, երբ մարդոց հետ կխոսիս եւ ապաշխարության կհրավիրես, ես ինչ չրերեմ, որ ես ինչ չար կործրած եմ, որ պիտի ապաշխարեմ, որտեղ Աստծո խոսքին որպես հայելի անոր առջև իգզիկնին չեն տեսներ, ուրիշներու հետ կփախտադեն։ Անխարտախ գաթի նմանցված է, հավատքի մեջ աճելու համար, հոգևոր կյանքի մեջ հասունանալու համար, որպեսզի դղայական բաները մեկտի տնենք։ Ինչ գեղեցիկ հատկություններ։ Հարցը սակայն ամենակարևորը ինչպես ասի, մեր դիրքորոշումն է։ Աստվածաշունչին հանդեպ։ Բոլոր մեր լսածները, ինչ ճշմարտություններ որ ցեզի ներկայացուցի, դեսություն կմնան, եթե Աստծո խոսքին հանդեպ մեր դիրքորոշումը ճիշտ չլա։ Աստված սիրելներ իր խոսքը մեզի տվավ ոչ թե բարձին տակ տնելու համար, հաբա գարտալու համար, ոչ թե համբուրելու համար, որպես թե գիտես ես եկեղեցի կացի համբուրեցի որպես հարկանք։ Եթե գուզես զասված հարկել, գարտա, հնազանդ է, ոչ թե համբուրը, վերջ ես ուզածից պես կյանք մպիտ ապրիմ, ինձի մի խարդվիր։ Ինչ որ ես կուզեմ, բայց համբուրելով ցույց կուտա, որ ինք հավատարիմ քրիստոնյամ է։ Աստված իր խոսքը մեզի տվավ, որպեսզի զիգ ջանչնանք, անոր համար տվավ, անոր միտքը հասկանալու համար տվավ, անոր ծրագիրները հասկանալու համար տվավ իր խոսքը։ Եվ նաև տվավ որպես կյանքի չափանիշ։ Եվ ընտրությունները մարդուն թողած է, ընտրությունը քուգդ է։ Զարմանալի երևույթ մգա, մարդիկ սուրբք չեն գարտար, քաղաքարնին գուդան, իրենց չգարտացած քիրքին մասին։ Ինչ իրավունքով, երբ մեկը աստվածաշունչը չէ գարտացած, ինչ իրավունքով քաղաքար պիտի դա։ Ինչ հիման վրա։ Անհավատները քիչ երբեմն խելքերնի չեն գրդար աշխատցնել։ Փամը որ չես գիտեր, համը դեսած չես։ Ինչպես քու քաղաքարդ կուտաս։ Աչեն ցախեն փամը լսերը, անի հրյական պատմություն է։ Սուրբ Գիրքը գենթանի Աստծո խոսքն է, բայց չեն գարտար։ Քաղաքար չունին, անի արասպելներով լեցուն է։ Նոյան չրեղեղ եղեր, այդիկա ինչ արասպելներ։ Անի լսերը այդ հիման վրա քաղաքար կուտա։ Աստվածաշունչը միայն այդ չէ, պետք է սերդես, պետք է միտքդ ըսպաղեցնես եւ ճշմարտությունը ջանչնալու անգեղծությունը ունենա մարդը։ Այնպես որ իրավունք չունի, ինչպես որ օրը համայնավարության ժամանակ Հայաստանի մեջ, երբ ամեն կողմ անաստվածություն կքարոզեին, անհավատի մեկը հանրության մեջ խոսած ադենը կսկսի Սուրբ Գիրքի մասին խոսիլ, հրյական պատմություն է, արասպելներով լեցուն է, Աստված չի գա, այն չի գա, եւ այլն, անթեն ձերունիմը նարինչը գհանե քրբանեն, կգեղվե, գուդե, գսե, բարոն, այս գերած նարինչիս համը ինչպես է։
գսես ինչ են գիտնամ, նար ինչի ես չի գերա, ձերունի կաչություն գունենա ասելու, ինչ իրավունքով Սուրբ Քիրքի մասին քահապարդ կուդաս, որ գարտացած չես, Աստծո խոսքը գենթանի է, զորեղ է, գյանք կուդա, երբ գնթունիկ աստվածաշունչը որպես Աստծո խոսքը, այն ադեն բիդի օրտնվինք և մեր սրդի խաղաղությունը բիդի վայելենք մեր սրդերում է, իսկ եթե մերժենք, թշբախտ արարածներ բիդի ըլլանք, աբերջանիկ և անխաղաղ կյանք պիտի ապրենք, հոս երկրի վրա և հավիտենականության մեջ Աստծուց մեհերու, փառք կուտանք Աստծո խոսքին համար, որքան երախտաբար ենք Մեսրոբի և իր ընկերներուն համար, որ հայերենի թարգմանեցին Սուրբ Քիրքը, գիտեք ինչ էր նպատակը, անոնք քաչ հունարեն գիտեին, և ասին ինչու համար մեր ժողովուրդը այս քիրքը չգիտնա դքեդլա։ Ճիշտ այս նպատակով հայերեն դարերը փնտրելու հետևելով Աստված օգնեց հայտնությունով նպատակին Սուրբ Քիրքը թարգմանել էր եւ ամենալավ թարգմանությունն անոր համար Թաքուի Մարգարետյանց թարգմանություն թրված է։ Եվ այսօր մարդիկ բահարանի մեջ թրած են, որպես զար թրած են, միշտեր թանկագին արժեքավոր բան ունենք մեր ցերկերում մեջ։ Համար մնալ գուզեմ գարտալ եւ ադով վերջացնել 138-րդ Սաղմոսին երկրորդ համարն է։ Գսե Երգրբակություն բիդանեմ թեպի քու սուրբ դաջարդ եւ քու անվանդ քողություն բիդի մատուցանեմ քու ողորմությանդ ու ճշմարտությանդ համար վասնզի քու բոլոր անունդ վեր մեծուցիր քու խոսքդ քու բոլոր անունդ վեր մեծուցիր քու խոսքդ ինչպեսի երկյուղածությամբ մոդենալու ենք Աստվածաշունչին Աստծո խոսքին որ իր անունեն վեր գրնակ երևակայել իր խոսքը Աստծո խոսքը քու անունդ վեր է գսե Սաղմոսերկու հարկենք Աստծո խոսքը ուզես հարկել Աստծո խոսքը բարձիտակ մի տներ ոչ ալ համբուրե միայն լավ են անում գարտա բրբդե խորհե եւ հնազանդինք անոր թողալա որ մենք ալ ինչպես ամեն օր մեր ֆիզիկական մարմինը գսունուցանենք ուտելիքներով այնպես ալ այս խոսքով մեր հոգիները սնուցանենք որպեսզի առողջ միտք ունենանք հիվանդ միտք չունենանք եւ ճշմարիտ քահապարներ գազմենք Աստծո անոր ծրագիրներուն եւ անոր հատկություններուն մասին իբարս երրորդության ամեն Շնորհակալ ենք Տերոջմեն, որ իր խոսքը մեր ցերկերուն մեջ ունենք եւ այդ խոսքը գսե ջրակ մնե մեր ջամփուն բիդի առաջնորդե մեզի երկրորդ գենաց հաց է գսե որ ամեն օր պետք է գարտանք ամեն օր ինչպես հաց կուտենք ուտելու ենք նաեւ Աստծո խոսքը գարտալու ենք եւ մեզի հավիտենական կյանքի առաջնորդողն է որ թեպի երկինքի այդ ջամփան ցույց կուտա մեզի 270-րդ երգը պիտի երգենք այս երգին առաջին երկրորդ եւ չորրորդ տուները պիտի երգենք խոսքն է ջրակ իմ ոտքերուս շարունակ լույս կուտա Շնորհացագեն կփխի
Այո Տեր քո խոսքդ մեր ոտքերուն ջրակ է մեր շավիղներուն լույս Հարքես Տեր Փառք ուտանք խոսքիդ հատկություններուն համար մեզ գսրբե գմակրե մեղավորին վերստին ծնունդ կուտա անոր հոգին կգենթանացնե շնորհակալ ենք Տեր փառք ուտանք գաղութենք որ քո խոսքդ մեր սրտերում մեջ միշտ դեղ գտնե եւ ցանվի որպես Տեր անաբագանացու խոսք որպեսի բդղափերը լա բդուղփերը եւ այսպեսով քեզի փառք փերող զավակները լանք օրհնես բոլորս եւ Տեր արցակես մեզ քո խաղաղությամբ փառքիդ համար Հիսուսի անունով ամեն Ամեն